Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ներկայացնում եմ Ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների կողմից ներկայացված նախագծի նախագիծը, այն է առաջնորդվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 8-րդ եւ 16-17-րդ հոդվածներով եւ հիմք ընդունելով Հայաստան պատիվ ունեմ խմբակցությունների կանոնադրությունները, մենք որոշել ենք համատեղ նիստում հավանություն տալ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչյանի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ Ես ուզում եմ նաև ընթերցել Ազգային ժողովի որոշման նախագիծը այս մասով, հիմք ընդունելով սահմանադրության 107-րդ հոդվածը եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը, ստեղծել Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով քննելու նրա վարքը եւ հանձնաժողովի անդամների թիվը առաջարկում ենք սահմանել 5, գործունեության ժամկետը 2 ամիս, իսկ եզրակացության ներկայացման ժամկետը մինչև հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը։ Իսկ որն է այս նախաձեռնության հիմնավորումը։ Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը այս տարի մարտի 20-ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ միջադեպ, դատապարտելի միջադեպ, նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք։ Նա նախ արգելել է Հռիփսիմե Ջեբեջյանին կանգնել իր կողքին, դրանից հետո ասել, որ դու լրագրող չես, հետո հորդորել մաքրել շրթունքները, ինչը սեռի հիմքով ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը որ արգելված է ինչպես սահմանադրությամբ, այնպես էլ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը արգելված է Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին օրենքի 2 կետով առնվազն։ Եվ ահա այս միջադեպն է, որ երկու խմբակցություններին հնարավորություն է տալիս ստեղծելու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի գնահատական տրվի Անդրանիկ Քոչյանի վարքին։ Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, ինչպես արդեն հայտարարել է իշխող մեծամասնությունը, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, սա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հովանավորում է այս վարքագիծը, հովանավորում է այս վարքագծի հետագա կրկնությունը եւ նաեւ հովանավորում է լրագրողների նկատմամբ նման վարմունքը ընդհանրապես, որովհետեւ եթե լիներ դատապարտում, դա կլիներ հավաքական դատապարտում։ Մենք չենք լսել հավաքական քաղաքացիական պայմանագիր խմբակցության դատապարտումը, մենք լսել ենք 1-2 պատգամավորի կիսամեկնաբանություններ, որ մենք անհամաձայն ենք, մենք անհաշտ ենք, բայց այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն իր պատգամավորի վարքի համար, որը տվյալ դեպքում դրսևորվել է լրագրողի նկատմամբ առնվազն 2 հոդվածներով արգելված վարքագիծ դրսևորելով։ Այն է զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը եւ 5-րդը որևէ տեղեկատվություն տրամադրելու սահմանափակումը։ Սա անթույլատրելի է, ինչի համար մենք առաջարկում ենք քննել եւ եզրակացություն տալ այդ վարքագծին։ Ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ կետերն են խախտվել Անդրանիկ Քոչյանի վարքագծով, այն է Անդրանիկ Քոչյանը չի հարգել հանրության բարոյական նորմերը եւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների բաժնում այդ մասով առանձնացված լրագրողների լիազորությունները իրականացնելիս։ Հետևաբար առնվազն 2 կետով Ազգային ժողովի պատգամավորների գործունեության եւ երաշխիքների մասին օրենքով նախատեսված Անդրանիկ Քոչյանը ունի խախտում, ինչը որ ակնհայտ է եւ կարծում եմ այստեղ որևէ մեկը որ նստած է, չկա այդպիսի մարդ, որը համաձայն չէ այդ դրսևորման հետ։ Եվ նաեւ ուզում եմ Անդրանիկ Քոչյանի նաեւ արդարացումներին անդրադառնալ, երբ որ նա հայտարարել է, որ մեջբերել է սրբազանի խոսքերը։ Սա ակնհայտ մանիպուլատիվ
հնարք է, որովհետև Բագրատ Սրբազանը Հռիփսիմե Ջեբեջյանի հետ խոսելու ժամանակ հստակ խոսել է սատանաների մասին եւ նա սատանաներին մեջբերման համար է լրագրողին հորդորել որպես սրբազան մաքրել շուրթերը։ Եվ սատանաների մասին խոսելու ժամանակ նա տվել է որևէ մեկի անունը, որը ես չեմ հիմա հնչեցնի, որովհետև չեմ ուզում որևէ մեկին թիրախավորել տվյալ դեպքում, բայց այս երևույթը եթե մենք քննարկում ենք, հիմա մենք չպետք է մյուսին էլ թիրախավորենք, հիմա մի հատ էլ մյուսի մասով էթիկայի հանձնաժողով փորձենք ձևավորել, այնուամենայնիվ անթույլատրելի վարք է դրսևորվել, եւ եթե այստեղ դուք խոսում եք, որ անհանդուրժողականություն չգիտեմ, փորձենք միմյանց նկատմամբ ավելի բարյացակամ վերաբերմունք դրսևորել, դուք կարող եք դա անել կոնկրետ քայլով, համաձայնություն տալով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։ Մնացած ինչ խոսեք, որ մենք ստեղծելու ենք էթիկայի մշտական հանձնաժողով, որ այդ էթիկայի մշտական հանձնաժողովը հետագայում կքննի падգամավորների վարքը, հետագայում կքննի հետագայում տեղի ունեցած նմանատիպ գործողությունները, բայց հետադարձ ուժ չի ունենալու եւ Անդրանիկ Քոչյանի վարքը չի կարողանալու քննել, հետեւաբար իմ խոսքի սկզբնամասում ասված հատվածը, որ Անդրանիկ Քոչյանի վարքը հովանավորվում է իշխող ԿՊ-ի կողմից, շարունակում է մնալ ուժի մեջ։ Տիկին Թովմասյան, մինչև հարցերի փուլին անցնելը, ես հետեւյալ առաջարկ անեմ բոլորին։ Տեսեք, հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը էթիկայի հանձնաժողով չի, մեկ։ Հետևաբար մենք կարող ենք պարզապես անդրադառնալ որոշում ընդունելու կամ չընդունելու նպատակահարմարության, հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։ Վարքագծի կանոնի հետ կապված որևիցե դիտարկում անելը bez հանձնաժողովի գործառույթը չի։ Դա մշտապես լինելու է էթիկայի հանձնաժողովի գործառույթ։ Հետևաբար ես պետք է խնդրեմ ձեզ, որ մենք չվերցնենք մեր վրա լիազորություններ, որոնք հանձնաժողովի լիազորություններից դուրս են, եւ չանդրադառնանք վարքագծին։ Հանձնաժողովի ստեղծման հետ կապված հարցեր խնդրեմ, բայց վարքագծի հետ կապված հարցերը սահմանադրորեն դուրս են պետաիրավական հարցերի հանձնաժողովի տիրույթից։ Եվ եւս մեկ անգամ բոլորին պետք է կոչ անեմ հնարավորինս զերծ մնալ արտահայտություններից, որոնք կարող են դիտարկել ոչ վայելուչ, ոնց ասեմ, ոնց ձևակերպումը տամ, որոնք սենց ասեմ, անընդունելի են